Ազգային ժողովում քննարկվող տեսալսողական մեդիայի մասին օրենքի փոփոխությունները իշխանությունը ներկայացնում է որպես անհրաժեշտ քայլ տեղեկատվական դաշտը կարգավորելու եւ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։ Մենք հնարավորությունը տալիս ենք դա միանշանակ եւ կրկնում եմ, ասա ամբողջ նրա համար որպեսզի այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն։ Փոփոխություններով ընդլայնվում են կարգավորողի լիազորությունները, խստացվում են տուգանքները, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև հեռարձակման դադարեցում։ Օրենքում նախատեսված փոփոխության համաձայն հեռարձակողն է պատասխանատու ուղիղ եթերի ժամանակ հնչած յուրաքանչյուր հայտարարության կամ ձևակերպման համար։ Կարգավորումներ կան, այնպես չէ, որ որևէ կարգավորում նախատեսված չէ, սակայն այդ կարգավորումները լիարժեք չեն։ Մենք փորձել ենք այս փաթեթում այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ կգան փակելու հնարավոր բոլոր ռիսկերը։ Թեև նախագծի հեղինակները խոսում են պատասխանատվության բարձրացման մասին, փորձագետները հարց են բարձրացնում ձևակերպումներն արդյոք բավարար հստակեցված են, ինչպես եւ ով է որոշելու, թե նշված ձևակերպումը ինչ բնույթ ունի։ Ասել ենթադրենք ինչ որ մեկի մասին ասում են դավաճան, դա հայհոյանք է, թե հայհոյանք չէ, կամ ինչ որ մեկին ասում են մանկապիղծ, դա հայհոյանք թե վիրավորանք է, զրպարտություն է եւ այլն։ Այսինքն չափանիշները, որով դուք պետք է հիմա ինձ ընդհատեք, ասեք ներողություն Արամ Աբրահամյանը վատ բան ասեց կամ չգիտեմ եւ այլն, շատ հեղուկ են։ Օրինակ, ներքաղաքական գործընթացներին միջամտություն, ազգային անվտանգությանը սպառնալիք կամ հանրային շահին վնաս հասցնող բովանդակություն հասկացությունները գնահատողական բնույթ ունեն։ Իսկ եթե չափորոշիչները հստակ չեն սահմանվում, որոշման լայն դաշտը կարող է անցնել կարգավորող մարմնի սուբյեկտիվ գնահատմանը։ Սա ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով, հակասելու սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին եւ ընձեռնում է հետապնդումների իդեալական հնարավորություն։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավում նաև օտարերկրյա հեռարձակողների գործունեության սահմանափակման դրույթը։ Հարց է առաջանում, ով եւ ինչ չափանիշներով է որոշելու, թե տվյալ հաղորդումը միջամտություն է ներքաղաքական կյանքին, թե պարզապես քննադատական լրագրություն։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ինքն էլ է ընդունում, որ այստեղ շատ բացեր կան։ Սա ամենադժվարն է եւ մեր դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն արդարադատության նախարարությունը, օրինակ կամ ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բան է ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Իրավապաշտպանների մի մասը զգուշացնում են, եթե վերահսկողության մեխանիզմները բավարար անկախ չեն, օրենքը կարող է կիրառվել ընտրովի։ Իսկ օրենքի ընտրովի կիրառումը արդեն ոչ թե կարգավորում է, այլ քաղաքական ազդեցության լծակ է դառնում։ Մյուս կողմից իշխանությունը պնդում է, որ փոփոխությունները համապատասխանում են միջազգային փորձին եւ ուղղված են տեղեկատվական անվտանգությանը։ Հիմնական հարցը մնում է բաց։ Նոր կարգավորումները կապահովեն արդյոք հավասարակշռություն ազատ խոսքի եւ պետական անվտանգության միջև, թե կբացեն ճանապարհ մեդիադաշտի ավելի խիստ վերահսկողության համար։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Տարոն Ղանդիլյան, ABC Media։